Տիկին նախարար սահմանադրական փոփոխությունների հետ կապված ինչ նորություն կա քաղաքական։ Նորությունն այն է, որ Սահմանադրական խորհրդի նիստերը հաճախակի են հրավիրվում եւ վերջին նիստի ընթացքում մի քանի հարց դրվել է քվեարկության եւ Սահմանադրական խորհուրդը որոշել է որոշակի ձևակերպումների հետ կապված հարցերը, թե ինչպիսին դրանք պետք է լինեն սահմանադրության տեքստում։ Մենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում արդեն կսկսենք իրազեկման արշավը եւ բոլոր այն դրույթները, որոնց վերաբերյալ այլևս կա խորհրդի քվեարկությունը, մենք կներկայացնենք հանրությանը։ Իսկ հասել եք արդեն բանին հռչակագրին։ Նախաբանը եւ առաջին գլուխը դեռևս չեն քննարկվել, ուստի ոչ, հարցի պատասխանն է ոչ։ Եվ տիկին նախարար այս հարցը պարբերաբար եմ հնչեցնում, որովհետեւ անդադ բողոքներ ենք ստանում։ Համաներման կիրառման հետ կապված նախորդ անգամ ասացիք, որ չի նախահատում, իսկ հետաքրքրում է, ազատազրկվածներին ինչու չի լինելու։ Որովհետև մենք ցանկանում ենք անհատական մոտեցում ցուցաբերել ազատությունից զրկված անձանց նկատմամբ եւ ոչ թե համընդհանուր կերպով լուծել մարդկանց այսպես ասած խնդիրը, որոնք կատարել են իրավախախտում, որի պատճառով գտնվում են անազատության մեջ, այլ անհատական կերպով փորձել գնահատել իրենց վարքը, օբյեկտիվորեն գնահատել իրենց վարքը, որպեսզի նրանք կարողանան հավակնել պատժից պայմանական վաղակետ ազատվելուն եւ մենք փորձում ենք զարգացնել այդ գործիքակազմը։ Բայց 18 թվականից այս կողմ կարծեք թե չի եղել որ վաղաժամկետ ազատեն, խոսքը շատ է եղել, ոչ միայն սմանների դեպքում, ես ուղղակի թվական տվյալներ հիմա չունեմ, բայց մենք անպայման կհրապարակենք, շատ ունենք դեպքեր, երբ անձինք պատժից պայմանական վաղակետ ազատվում են դատարանի որոշումներով։